Իմ ոչ մի ապրանք ես չեմ տալիս ուրիշին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է, ասենք, տեխնիկային։ Հարց. ինչ կլինի, եթե մարդը վերցնի քո ապրանքը եւ օրինակ փչացնի։ Ենթադրենք ապրանքը արժի $1000։ Իմ հետ այդպես դեպք եղել է։ Մարդը գալիս է, վերցնում է ապրանքը, տանում է, մի շաբաթ օգտագործում է, հետ է բերում։ Ապրանքը փչացած է։ Ով պիտի վճարի դրա համար։ Եթե նույնիսկ քո ընկերդ, քո բարեկամը պատրաստ լինի այդ ապրանքը տանել, սարքել, հետ բերել տալ, սարքած ապրանքը չունի նույն արժեքը, ինչ որ չփչացրած ապրանքը։ Այդ դեպքում ինչ կարելի է անել։ Հիմա 21-րդ դարն ամեն ինչ տալիս են վարձով։ Եթե ինչ որ մեկը անպայման ուզում է պարտքով վերցնի, վստահացնում է, որ ոչ մի բան չի փչացնի, ես նախընտրում եմ մարդու համար վերցնել վարձով ապրանք, դա թանկ չարժի։ Մեկ ուրիշից, որը պարտքով տալիս է, վարձով տալիս է այդ ապրանքը, քան իմ ապրանքը տալ այդ մարդուն։ Ես հասկացել եմ, որ դա շատ ավելի հեշտ է։ Եվ հատկապես չի կարելի ապրանքը տալ այն մարդկանց, որոնց երբ որ օրինակ ես բերում, ասում ես, գիտես ինչ, բա որ փչացնես, ասում եմ, չեմ փչացնի։ Նշանակում է դու քո ցանկությունը իրականությունից չես տարբերում։ Դու չես ցանկանում փչացնել ու քեզ թվում է ենթագիտակցորեն, որ եթե դու չես ուզում, չես ցանկանում փչացնել, չես էլ փչացնի։ Այս ձևի մարդիկ ի վիճակի չեն պատասխանատվություն ստանձնել, որպես կանոն իրենք վճարունակ չեն, եթե վճարունակ լինեն, իրենք կառնեն այդ ապրանքը եւ ցանկացած այդ պարտքով ապրանք տալու հարաբերությունը դառնում է խնդիր վաղ թե ուշ։ Մեկ նայեք ձեր շուրջը, տեսեք ինչքան մարդ այդ խնդիրը ունի։ Ընկերություններ են դադարում դրա պատճառով։ Դրա համար ինչքան ձեր ապրանքը քիչ տաք ուրիշին, այնքան ավելի ձեզ ապահովագրած կլինեք ընկերների կորստից։